ձեզ համար հավանաբար սպասելի, որտեղ քաղաքական բազմաթիվ պրոցեսներ այդպես է հանգուցալուծում ինչպես է Այս ամեն ինչը նույնիսկ ինձ համար սպասել է, որ ընտրություններից առաջ կարող է մեծ բում շոու անել Նիկոլ Փաշինյանը։ Սա Դուշոնկա օպերացիայի նման մեծ շոու է։ Ու այս քաղաքական հետապնդումները 8 տարի է Ռոբերտ Քոչարյանի նրա ընտանիքի հանդեպ իրականացվում է։ Տեսել եք բազմիցս քրեական գործերով էր անցնում, արդարացումներ են եղել։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը չի մարսում, եւ որ ժողովուրդը իր մի քանի աջակից ասում է ինչի չես բռնել, բայց քաղաքացիների ասելը հիմնավոր չի։ Եթե մի քաղաքացի պահանջում է ինչ-որ բան, մենք ունենք իրավական, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետություն պետք է իրավական գործընթացներում քննվի գործերը, իսկ իրավական գործընթացներում քննվել էր գործերը եւ եղել էր, այսինքն գործերի կարճ, օրինակ մարդու մեկի հետ կապված գործերը սահմանադրական դատանի վճիռները, իսկ քանի որ հիմա Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Ալիևյան ծրագրերը իրականացնել Հայաստանում, փորձում է վաղ սերմանել ընդդիմադիր հայացքներ ունեցող ամբողջ հասարակության մեջ եւ այդպիսով ցուցադրում է հանրությանը, տեսեք Ռոբերտ Քոչարյանին ես ուզում եմ ձեռքակալեմ, դուք պիտի վախենաք, բայց մեր քաղաքացիներին ես կոչ եմ անում, որ չվախենալ այս իշխանություններից, այս իշխանությունները ամենավախկոտ իշխանություններն են, միայն ուժային կառույցների ներքո են իրենք կարողանում ուժեղ թվալ, իսկ եթե կփորձեն ձեռքականել, թող ձեռքականեն, մենք սովոր ենք դրան, մենք պատրաստ ենք դրան եւ մենք պայքարելու ենք այնքան, մինչեւ Նիկոլ Փաշինյանը հեռացվի, իսկ ինչ մնում է, որ փորձում են ասել ընդդիմությունը չի պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ, այդպիսի թեզել է շրջանառվում, ասեմ ավելին, եթե չի պայքարում, բա ինչի են մեզ ձեռքակալում միայն, բա ինչի միայն Facebook-ով գրառումների գրողներ ինչ են ձեռքակալում, երբ որ բանից նստած պայքարում են։ Փաշինյանը Միությանը նշում է ձեռքականություններ, կալանավորումներ, որ այդ թվում Բաքվի պահանջները կատարելու համար խոչընդոտներ չունենա։ Այո, ես դա էի ներկայացնում, որ Բաքվի պահանջները երեկվա ազգային ժողովի Նիկոլ Փաշինյանի ելույթները, թե ցեղասպանության հետ կապված, թե սահմանադրության փոփոխության հետ կապված, ինքը հասկանալով, որ ազգային ժողովը ունի այն մեծամասնությունը, որ կարող է սահմանադրությունը փոխել, այդ իսկ պատճառով հիմա վախի սերմանը փորձում է այլ մեթոդներ կիրառել, կարծում եմ, ընդդիմությունը չպետք է տրվի Նիկոլ Փաշինյանի այս վախի մթնոլորտին եւ պետք է համառ պայքար տանի Նիկոլ Փաշինյանին թողնելով միայնակ իր փոքրամասնության ձայների հետ միասին եւ Նիկոլ Փաշինյանը խոստում է տվել Ալիևին, փորձելու է կատարել դա ապօրինի կերպով, ինչպես ապօրինի այսքան ժամանակ սահմանադրության խախտելով ժողովրդի մեջքով, ժողովրդին ներկայացնելով իբր թե ժողովուրդն է պահանջում, բայց ժողովուրդը չի պահանջել նման բաներ, ինքը ժողովրդից չի հարցրել, երբ որ գործողություններ արել Հայաստանի տարածքների հետ կապված, Արցախի հետ կապված։ Մանդատ է տվել, ձայները ուրեմն մանդատ է։ Տեսեք, նա ձայնագողություն է կատարել այս ընտրություններում, մի մեծ 5 մանդատ է գողացել, դա բոլորս տեսել ենք, ոչ միայն 5 մանդատ է, պետական ամբողջ վարչական գծակները օգտագործել եւ այդ ուժային կառույցները օգտագործել եւ այս քվեները ստացել, այդ իսկ պատճառով փորձելու է Ալիևին պահանջել։ Պարոն Սարգսյան ասում է գնահատությունը պետք է պայքարի քիչ տա այս ամեն ինչի, բայց ընտրությունների արդյունքներով մենք պատկերում տեսանք, որ ընդդիմությունը չի կարողանում պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետև թեև այս պահին խորհրդարան անցած երկու խմբակցությունները չեն հավաքել այնքան ձայն, որքան հավաքել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն։ Ասեք, ես ներկայացրեցի, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն քվեագող է, գողացել է ձայները, այլև պետական ամբողջ ռեսուրսն է օգտագործել կեղծելով ընտրությունների արդյունքները։ Ես չգիտեմ ով ընտրակաշարք բաժանել, թե չի բաժանել, իշխանությունը, ես չեմ, իշխանությունը իրենք են եղել, դրա գնահատականը իրենք թող տան քննչական մարմիններով, բայց ոչ թե այն քննչական մարմինները, որոնց ղեկավարներին օրը մեջ SMS-ով փոխում է, այսինքն հրանք չկատարելու հիմքով կարող է ուժային կառույցի ղեկավարը մեկ գիշերում փոխել, ինչպես տեսնում եք նույն ազգային անվտանգության ծառայության պետերին մեկ գիշերում փոփոխություններ են տեղի ունենում, որը թույլատրելի է Հայաստանի Հանրապետությունում, ազգային անվտանգության ծառայության պետը այնպիսի պաշտոն է, որ չի կարելի հենց ամիսը մեկ ուղղակի պաշտոնի փոփոխություն կատարել, որտեղ տիրապետում են պետական գաղտնիքներին եւ շատ բաների չի կարելի օրը մեջ փոփոխություն անել, իսկ ինչ մնում է Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չի, Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել է պետական լծակների հաշվին, այն էլ ոչ մեծամասնություն, 50%-ից ավել ձայն չունի, հետևաբար նա չուներ նաև այն մեծամասնությունը, որ կարողանար բարձր պաշտոնների նշանակել նաև ուժային կառույցներում եւ այդ ձայնը գողացավ ընդդիմության մի թևից, որ կարողանա գոնե դա կարողանա անել եւ ուժային կառույցները պահել իր իշխանությունը։ Բայց նույնիսկ դիտարկեցի 700,000-ից ավելի ձայն է։ Տեսեք, ես ներկայացրեցի այդ 700,000 ձայնը, ինչպես է տեղի ունեցել պետական ամբողջ լծակների միջոցով մարդկանց աշխատանքներից ստիպելով, որ կազատենք ու դրանից հետո տեսել եք հայացքների չկան այս մասում, դա հանցագործություն է ստեղծել։ ասեմ բարեկներ ինչի չկա, որովհետև իշխանությունը ինքն է, հետևաբար ես չեմ կարծում իշխանությունը ինքը իրեն պիտի ձեռնարկալի ընտրախախտումներ անելու համար։ Օրինակ կարող եմ վերել ընտրություններին վերջերս միջևս ընտրություններն էլի ուսուցիչներին փորձել էին տանել իրենց քարոզարշավներին։ Այդ վիդեոները կային, ապացույցները կային, բայց ես կրծան խաղը ասում եք փաստեր չկա։ Դա ընտրակեղծիք է, թե ոչ։